Որոնցին ամուսնությունը կարևոր չէ, ես ամուսնություն չէ։ Եվ այսօր մեր հավատն ամուսնությունն է, սա վերջին է։ Այս մարդիկ, որ այստեղ տեսնում եք, բազում ապտեք կարորապատ, հավատացնում են ձեզ, որ այդպես են և շատ մոտ ապագայում դուք կտեսնեք ժողովուրդ իշխանության գործեր։ Փաշինյանը հորդորում է քրիստոնեաբար եւ սիրով համախմբվել Վեհարան ազատելու օրակարգը։ Իր ասած քրիստոնեաբարը չեք հասկանում ո՞ւմ է։ Ես ասեցի քրիստոնեաբարը։ Ասում պետք է Վեհարանը ազատենք կաթողիկոսից։ Վեհարանը զավթելու փորձ է արվում։ Վեհարանը զավթելու փորձեր են արվում։ Դուք բացառում եք, որ մի օր մահակներով կհայտնվեն Վեհարանում ու կփորձեն կաթողիկոսին հեռացնել այնտեղից։ Մեղմ չէր Մայրաթորի պատասխանը տեր Եսայի։ Ես ասեցի սպառիչ է։ Իր ասածների համարժեք է։ Ժողովրդյան, ուրիշ ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս։ Շատերը բայց Մայրաթորի խոսքին են սպասում։ Շատերը սպասում են Մայրաթորի խոսքին։ Ասեցի, այս մասին մենք արդեն հայտարարության հանդես ենք եկել, Մայրաթորի հանդես եկել հայտարարություն չկա։ Բայց դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսել է, այսօր էլ եւս գրառում է արել Վեհարանը Ո՞ւմ են արդեն ձևավորում տեր Եսայի։ Այդ ամեն ինչի մասին հետ։ Սա կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Եվ ինչպես է վերաբերում եկեղեցին այս հանգամանքին։ Բնականաբար բոլոր այս քայլերը անօրինակ են։ Իսկ ինչ մեխանիզմ կա կուսակրոնությունը ստուգելու։ Հիմա ոչինչ ասել չեմ կարող։ Լինել է բացակայությունը ենթադրում, որ եկեղեցին անլուրջ է վերաբերվում։ Եկեղեցին միշտ արձագանքում է անպատասխան կերպով։ Իսկ հոգևոր խորհրդում կան սրբազաններ, ովքեր կողմ են Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությանը։ Հստակ իրենց դիրքորոշումը հայտնել են։ Իսկ այդ հայտարարության տակ, որ հայտարարություն արեց եկեղեցին, բոլոր հոգևոր խորհրդի բոլոր անդամները ներկա են եղել եւ ստորագրել են։ Այն հայտարարությունը, որ վերջին Բնականաբար բոլորը ներկա են եղել եւ ստորագրել են։ խնդրում եմ այսքանով սահմանափակվող։ Շնորհակալություն։ Ասելիք չունեք։ Ձեր ասելիք կոնկրետ անձամբ ձեր։ Դե ինքն էլ ասում է սիրով եւ քրիստոնեաբար Վեհարանը ազատենք, ընտրենք ավելի բարեբար կաթողիկոսի։
Ինքը ասում է որպես եկեղեցու հավատավոր զավակ եմ դա պահանջել։ Ձեզ ասում է սրբապիղծներ են հոգևորականները, բոլոր սրբապիղծների դիմակները պատվելու են, Աննա Հակոբյանն էլ հավելում է, որ մանկապիղծներ են։ Ձեր ասելիքը ո՞ւն է։ Ներողություն եմ խնդրում, բայց Մայրաթորը իր դռները բացել էր Փաշինյանի առաջ, հնարավորություն էր տվել։ Հիմա Փաշինյանը փորձում է զավթել ըստ էության Վեհարանը։ Այս առումով ինչ կարող եք ասել։ Չէ, ուղղակի ուզում եմ հարցնել ճշտել, դուք միշտ այսքան հոգևորականներով եք գալիս դիմավորել։ Իմաստը չկար հոգևորականներ, հիմա հարցազրույցի պես բան եք անում, պարզապես որոշել եք մեր հայրապետին դիմավորել։ Այս անգամ մեծ կազմով, ճիշտ հասկացա։ Չէ, նայած անգամ, ով ազատել է։ Որ Վեհարանը գան գրավելու, զավթելու, որտեվ այդպիսի հայտարարություններ արդեն իսկ հնչում են, հանձնախումբ էլ ձևավորվում է։ Ինչ եք անելու։ Ենթադրություններ չի, Փաշինյանի ուղիղ հայտարարությունն է։ Խոսքը մի բան է, գործը մի ուրիշ բան։ Այսինքն անլուրջ եք վերաբերվում նրա ասածներին։ Եկեք չպատասխանեմ, այս հարցերը բոլոր հետո քննվելու է, հետո խնդիր դառնա։ Աստված կտնօրինի։ Կաշկանդված եք ինչ-որ բանի։ Ինչի՞ պիտի կաշկանդվի, չեմ անում։ Ձեր տեսակետը հայտնելու։ Հոգևորական միշտ տեսակետն ասում։ Բայց ձեզ է վիրավորում, ասում է ձեզ սրբապիղծներ, մանկապիղծներ են ասում։ Եկեք չխորանանք այդ հարցերը չպատա։ Ես գիտեմ, վերջ պիտի գային մոտենային ինձ։ Բայց այդ հարցերը կորեկտ չէ էլի հիմա։ Բայց դուք եք հասցեատերը։ Գիտեք, հասցեատերը ես եմ։ Բայց հասցերն այդ խոսքի չի ասել։ Ուրիշ բան։ Ուրեմն պիտի անձամբ ձեզ ասի։ Այո։ Վայ։ Բա։ Անձամբ երբ որ կհասնի խոսքը մեզ, Բայց վեհապարին է անձամբ ասում։ Վեհապարին է ասում, բարձր հեղինակություն։ Վեհապարն է, ձեր վեհապարն է, ամբողջ հայազգի վեհապարն է։ Ով որ սխալ ձևով է ներկայացնում, որ ամենայն հայոց չի կարող լինի, ուրեմն ինքը ամենայն հայոցից դուրս է։ Հիմա կլինի աթեիստ, կլինի, չգիտես, ով իսկ ուզես լինի, հայ է։ Հիմա ձեր նշած ամենայն հայոցի շուրջ է այս պատմությունը եւ արդեն համակարգող խումբ է ձևավորվում։ Հանձնախումբ է նոր ձևավորվում։ ընտրություններ կազմակերպելու համար։ Ինչ իրավունք ունեն ընտրություններ կազմակերպելու։ Ես փոքր մարդ եմ, այդ ձեր տված հարցերի պատասխաններով ներող կլինի, բայց Չէ, զուտ ինչ իրավունք ունեն եկեղեցու ներքին հարցերին խառնվելու։ Ցանկացած հարված վեհապարին պիտի ընդունեք որպես անձամբ ձեզ հարված։ Այդպես չի։ Հիմա թողեմ գնանք, ասենք քահանան վախեցավ դրա, չէ վախենում, բայց անիմաստ հարցեր են, չեմ ուզում այդ հարցերի մեջ խորանալ։ Երբ որ կգա ժամանակ ամեն ինչ կիմանա։ Բայց այստեղ միայն շուտ գրգռում եք։ Բայց այստեղ միայն ձեր կներեք, այստեղ միայն եկեղեցու եւ վեհապարի հարցը։ Եկեք հանդարտվենք, էլի։ Չունենք հարցեր։ Դե ուրեմն եկեք չէ, դուք բոլորից հավաքում եք, եկեք չխոսենք։ Եկեք հանդարտ, ինչքան կարող ենք հանդարտեցնել։ Այսինքն որ դուք հանդարտ լինեք, ինչ է, չեն գալու վեհարանը, չեն գրավելու, հանձնախումբը չեն ստեղծելու։ Ես ինչ իմանամ։ Բայց ինչով եք պայմանավորվում։ Ամա, ներողություն էլի, աղբորս, նկրում եմ բոլորին։ Հալի թակով եք հարցակել։ Չենք հարցակել։ Շնորհակալ եմ, որ այդքան հետաքրքրված եք։ Դուք բոլորը պետք է մեկ դառնաք, ընդհանուր մի գաղափարի շուրջ։ Մենք բոլորս։ Եվ եկեղեցին եւ աշխարհականը, եւ պետությունը եւ եկեղեցին։ Որտեղ մենք մեկ ենք։ Եթե չեք ուզում վերանք։ Ես գիտեի դա, ես կրակի մեջ չընկնեմ։ Ախորտս որն է ախր։ Դե ինչ եմ ինքնասեր։
չեմ ճիշտ կտրում պայման։ Բոխում ես։ Փայլակ դու մուտքի եթերում։ Ես առաջ ենք եթերոշում։ Այո, հետ ժողովուրդ չան։ Բոլորը կազմակերպեք մի Այո, ճանապարհ։ Հա, եկեք չգանք, էլի արդ ցաղստերի դիմաց։ Բայց մենք իրեն չենք հենց եկած սարան առաջ ենք։ Եկեք գնանք բոլորը։ Արշակ Սրբազանը։ Արի, Արշակ Սրբազանը։ Մի րոպե ներողություն։ Աստված Սրբազան Ճանապարհը բացեցի։ Հակում ես սորը։ Իսկապես դուրը հակում է։ Ով ա ունեցել
Ելին ժողով մի քիչ հետ անցեք, որպեսզի տարածքը ազատվի։ Խնդրանքս առանց վիճելու, առանց իրար հրահրելու շատ ներողություն։
Կներեք, բայց ես տեղից բան չեմ տեսնում, կադրում ձեր գլուխն աղմակի։ Ինձ շրջափակեցիք, մեծ տեսախցիկներին առաջ եք թողնում։ Ճիշտ է։ Գնացեք չեք նորմալ ասենք, չեք Բեապար մի քանի հարցնենք ձեզ։ Գնացեք, տղերք, հետ գնացեք։ Հիմա բան ինչ անում։ Չէ, գնում ենք շոկան, հանգիստ գնում ենք, լրագրողները ձեզ համար խնդիր չեն, հանգիստ։
Լիցեք։ Լիցեք խոսենք վեհապարի։ Վեհապար մի քանի հարցեր։ Քայլենք, ուրեմն մենք գնացեք մի քիչ։ Վեհապար Հայաստանի վարչապետը գործընթաց է սկսել կաթողիկոսական ընտրությունների ձեր գնահատականը։ Վեհապար մի քանի հարց։ Պահն է օրացական։ Բայց դրանից հետո նոր հարցեր առաջացան։ Եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Ավելին ասելիք չունի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների որը Վեհապար իսկ Անատար բաց։ Բասը, կարող է Փարփյանը բասը։ Թույլ տվեք, որ մենք մեր խոսքը ուղենք մեր հավատավոր։ Վեհապար չի բացառվում, որ վեհարանը փորձեն գրավել, այս առումով ինչ կարող եք ասել։ Կայնեք։ Ես եմ ապկանց եմ կապում։ Չեք կարող, գրենք ինչ ասում եք, ինչ անեմ։ Սա կպահեք մոտ, խնդրում եմ, սա մոտ կպահեք, շնորհակալություն։ Տվեք պահել։ Երեխեք ստեղ ինչ-որ մեկին եմ հրում։ Այս դիմացի տղային կարանք ասենք մի հատ։ Նորեք ջան։ Կադրը փակում եք կներեք։ Քիչ միկրոֆոնը փիչացնեք, կադրս փակում եք։
Ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք մի փոքր էս կոմենտ այս նաև ցանկանում ենք ասել, որ այդ առավել ևս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներից մեր առաքելությունը նույն ուղղով հավատարմությամբ ակցես առհայրիներ իրականացնելու արդյունավոր կետը։ Անշեղով և մեր հորդորը պիտի ունի միաժամանակ մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարի ժամանակներում ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում Արցախի համար պայքարը շարունակեք, դեպի թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին և արդեն մեր կյանքի բոլոր դժվարությունները լավատեսությամբ, հուսով ու հավատով կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառով։ Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր և հավիտյան։ Ամեն։ Հրավիրում ենք, որպեսզի հաղորդքով ավարտենք այսօրվա մեր հանդիպումը։ Ներս ինձ հավ եմ ապրում, որ այս ուշ ժամին առաջնորդված ալ եկեղեցին ունեցած ձեր շնորհ եկել եք այստեղ ձեր հավատարմությունը Աստծո եկեղեցին արտահայտելու հայոց հայրապետի առջև։ Աղոթենք միասին, աղոթենք ասելով օրհնյալ Տերների Հայր մեր, որ եսինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկես արքայություն քո, Եղիսին կամ քո, որպես եկինս եւ եկրի, ըսած մեր անապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեջ, որպես եւ մենք թողունք ներոց պարտապանած, եւ մի տանիլս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզ իջարել, Սիրոյարություն և զորություն և պարկ հավիտյանս, ամեն։ Պահպանիչ և ուսավադացելով Քրիստոսած խորդներ, պահյա, պահպանյա և որդնյա, զավս հայոց ձեգեցիս Հայաստանյայց, ինքովանյա շուտ և պատվական խաչիվտ քոյի խաղաղության, հրկյա, ազատյա, հերևելի և աներևուն չտանյաց, արժանավորյա գոհությամբ խարավորել, Ըսկեզնքոր և ընծրքով կույր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտովից։ Ես ցավում եմ, որ տագիցներից, հարցազրից Իսկ հնարավոր է Բեհապար, իսկ եպիսկոպոսատ ժողով կհրավիրվի, թե ոչ։
մեր գնահատանքը նաև ձեզ, որ այսօր ժամին դուք նույնպես եկել եք այստեղ։ Վեհապար ժողով հրավիրելու եք թե ոչ։ Ոչինչ չեմ կարող ասել հիմա այս բանը։ Նոր հայտարարություն կլինի։ Ինչ որ կնախատեսենք եւ կնախաձեռնենք այդ ամենի մասին ժամանակին կտեղեկացվենք։ Կրկին մեր գնահատանքը մեր օգնությունը ձեզ եւ մեր բոլոր ժողովրդին, ովքեր այս պահին համախմբված են այստեղ։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին կուզում։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այդպես ընթանանք դեպի նոր ժամանակներ մեր։ Մենք պիտի ապարել ենք, Քաղաքացիներից խորհուրդ արեց միասնական լինել միապահովված պայքարել իշխանող հայրենիքի եւ հանրապետության Աչ մտի Աննա աչով գնա Ներողություն ժողովուրդ Քան բանն է Привет, привет. Ներողություն կներեք ժողովուրդ ջան, կներեք։ Հետևից եկեք։ Հալեք, պետք է գնանք, սա կանգնելով չի մնա։ Ջան բարև։ Բարև ձեզ։ Ո՞նց եք հայ։ Լավ է։ Զուշ անեն ճանապարհ տվեք։ Ճանապարհ ժողովուրդ։ Անեն ճանապարհ տվեք։ Ներողություն կներեք։ Անց։ Ներողություն։ Արի, ցավը տան։ Սենց բամոր նման։ Կներեք ելից։ Ներողություն։ Անցի։ Մի րոպե կներես անցնել։ Մի վարկյան անցնեմ, հա։ Անցի։ Ավելի շատ Բացեք, որ կարողանան գնանք, էլի դեպի
չէին անցել, ասում Ոյ որը ամբողջ անում է ավարտվում է Սուրբ Էջմիածնի կողմից։ Ես այդ առիթով նաև մենք նախատեսել ենք, որ Սուրբ մասունքներ երկրպագության համար դուրս բերենք, մենք տաճարի շուրջ վետեղենք, և մեր հավատավոր զավակները նաև այդ մասունքների դուրս։ Այնպես որ հիմա բաժանվեք, Պետք բարի հանգստություն ձեզ, ինչպես բաց է ասել, հանգստություն և բարի երազներ ձեզ։ Ապա սաղը թե հետ կանեք, օպերատորներ։ Տեսեք մեկ են կամ ես Հետո բրթան։ Արոն հələ տեսեք մի գնացեք։ Ադեկալ կայնեք, էլի կայնեք, всё։ Օպերատորներ կայնեք։ Նախկին ես էլ։ Կոտա ապարի մի հրե։ Մի հրե, հետ ընկեք։ Այլ բայ զանգ։ Կային է դրա դրոների ինֆորմացիան մարդիկ նկարել։ Կներեք։ Ներողություն։ Ահա։ Ստեղ ենք։ Չէ՞։ Գնում ենք։ Չայ մենք հանգին ենք։ Չէ։ Ես գիտեմ ահա։ Նա։ Ապեքես մենակ։ Մենակ չէ, չէ մենակ։ Դեպքորից նա։ Ոչ։ Հա։
Մարի ջան, գնա առաջ։ Այս ավտոն հանել է դուս, շուտ արա։ Արմերանի ջան։ Բարև եք։ Լավ, շնորհակալ։ Ստոպրեք իրան, չեն անում։ Ամառս ես ստոպրեք եմ անում, ես ստոպրեք անում։ Մենք հասկանում ենք։ Հա։ Նիկո որմաս։ Որմաս։ Ամբողջուրին գտի, դեմ նայել եմ ասում արիգնել դոզիկ մենք համարը ճգնել Այո, են էլ ասանք հարպեցով ու բան Լսի, հա, իրականում է ականման կասեցի մասից, որ մենք մեր հայկարարություններ ենք, իհացիչ, չէ՞։ Ոգո։ Այո, այս ժամին այսքան մարդ բարին այո, բայց Այս հատված է։
Աստեղ կար։ Դուսակելա թե չէ։ Ո՞նց ես գնացել։ Ժողովրդական ծաղալապարտը ժամանակ ենք անցկացրել, շատ լավ այլ է, Ներողություն։ Ճանապարհ տվեք թող մոտենան, մոտենան։ Այո, հնարավոր համարում եմ, և այո, այդ գործընթացը տանելու ենք մինչև վերջ և գտնելու ենք հաղթական ետ։ Մանրամասների մասին այսօր ձեր գործընթացը արդեն ասել եմ, վաղը բանակցություններ կան երկու զորավարությունների մեջ, Ողջան ներկայացուցիչ և որ հայտնի կլինի բանակցությունների արդյունքները բոլոր հարցերին կամ հստակ և ճիշտ պատասխան։ Ասում են, որ այս գործընթացը լուրջ չէ եւ դուք պետք է սրա մեջ չմտնեք, ինչպես կարձագանքեք այսպիսի հայտարարություններին։ Ձեր հարցերին պատասխանելու եմ բանակցությունների արդյունքներից հետո։ Արեք պայմանավորվենք։ Մենք անուշ մարդիկ չենք և հետևաբար ինչ անելու շատ լուրջ և դրամադրված ենք և ձեզ վստահեցնում եմ, որ մենք մինչև վերջ գնալու ենք։ Մնացած մանրամասները դետալների մեջ հիմա չմտնենք, բոլոր հարցերին պատասխանելու, բայց մի սպասենք վաղվա բանակցությունների արդյունքները։ ՔՊ-ն միանգամից հարձակվեց ձեր վրա, մինչև հիմա հիշում եմ, որ դուք այն միակներից էիք, ովքեր դեմ էր այսպես ասած հեղափոխությանը, ինչպես սրան նաև կարձագանքեք։ Վերեք, այսօր սահմանափակվենք այն պատասխանները ինչ որ տվեցի, որովհետև այլով նաև այդ հարգանքը ձեր գործընկերների նկատմամբ բոլորին ասել եմ, որ որևիցե հարցի չեմ պատասխանելու, կապված այս գործընթացի հետ, թող լինեն բանակցությունների արդյունքները, ես ձեզ խոստանում եմ, որ բոլոր հարցերին պատասխանելու եմ, բայց ինչ վերաբերվում է նրան, թե մենք ինչի համար ենք մտել այս գործընթացի մեջ, ես ձեզ վստահեցնում եմ, ես այն մարդը չեմ, որ մի բանի մեջ մտնեմ, մինչև վերջ չգնամ, ինձ ճանաչողները գիտեն և այդ իմ կամային հատկանիշներն են հաշվի առել, որ ես եմ դարձել իմպիչմենտի վարչապետի թեկնածուն, իմպիչմենտի գործընթացի։ Հետևաբար, այս գործընթացը մենք հասնելու ենք մինչև վերջ և ունենալու ենք հաղթական ետ։ Քրեական որևէ գործով կարող են կաշկանդել ձեզ, պարոն Համբարձումյան։ Ես այն մարդը չեմ, որ ինձ քրեական գործերով փորձեն կաշկանդել։ Փորձը եղել է։ Քրեական գործերով փորձեն այս գործընթացը կանխեն կամ չթողեն իրականացնել, բայց դա ձեզ վստահեցնում եմ, ինձ չի խանգարել։ Եվ մենք
էլի եմ ասում, գնալու ենք մինչև վերջ եւ ունենալու ենք հաղթական երկու։ Շնորհակալություն։ Ուղիղ եթեր եմ։ Sakıttan.